Nasıl Karabağ girdiysek. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայում վխտում են ամենախելագար ավազակախմբերը, սա պատահականություն է։ Թուրքիայում ամենադաժան սպանություններն են կատարվում, սա պատահականություն է։ Գրում եւ հարցնում է թուրքական ընդդիմադիր Քարար թերթի հոդվածագիր Իբրահիմ Քահվեջին։ Նրա հոդվածը Թուրքիայում ահագնացող արտագաղթի մասին է, վերնագրում էլ ճակերտներում է հարցնում։ Կրթված դավաճանները փախչում են երկրից ու հոդվածում բացատրում, որ Թուրքիայում մնում են միայն ավազակները։ Հատկապես 2023-ի ընտրություններից հետո, որն ավարտվեց Էրդողանի իշխանության երկարաձգմամբ, արտագաղթի տվյալներն են մտահոգել լրագրողին։ Նա գրում է, որ իշխանականները նրանց կարող են դիտարկել որպես կրթված դավաճաններ, նկատի ունի արտագաղթողներին։ Սակայն Թուրքիան լքել են լավ ինժեներները, լավ բժիշկները, լավ դատախազները եւ կամ լավ դատավորները։ Եվ թուրք լրագրողի համար ամենամտահոգիչը թուրքերի տոտալ անտարբերությունն է։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Թուրքիայից դեպի Ադրբեջան կամ Իգդիրից դեպի Արցախի Քաշաթաղ Հայաստանի տարածքով։ Հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան։ Աղքատ հայերին խաբել մեկ շիշ կաթով, մեկ կտոր շոկոլադով, մեկ հացով, ղազախական ցորենի թուրքական ընկալումը։ Bir şişe süt, bir çikolata, bir ekmek dedi. Հայերին բաժանելով, թուրքերին միավորելով, Թուրքիան հարստանալու տարբեր ուղիներ է ցույց տալիս։ Ermenistan diasporasından da biraz kurtulmaya çalışıyor. Բաքվում հետևում են եկեղեցու եւ ընդդիմության դեմ Փաշինյանի գործողություններին, բայց ինչու։ Moldova planı bir qədər gündəmə gəlib։ Եվ հարցազրույցներ, Ջոն Այբներ, Թուրքիան այո ուզում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Էրդողանի տեսանկյունից Հայաստանի եւ հայերի համար թուրքերին ենթարկվելն է նորմալը։ So from Erdogan's point of view, for Armenia and the Armenians to submit to the Islamic Turkic power, that's the normal state of affairs. Ֆրեդերիկ Անսել հարավային Կովկասում ամեն ինչ որոշում է ուժը եւ Մեղրին Հայաստանի ուժի գործոնն է։ Pour une raison géographique très simple, je vous l'ai dit, il faut toujours revenir à la géographie en géopolitique. Le corridor de Megri ou Zangezur. Եվ Ջամալ Վագիմ Նիկոլ Փաշինյանը, եթե չգիտի պատմությունը, ապա ժամանակն է, որ սկսի սովորել, այլապես հայ ժողովրդին կտանի դեպի նոր աղետ։ So for Mr. Nikol Pashinyan, if he doesn't know history, it's about time to start learning it. Otherwise, he will be driving the Armenian people into a new disaster. Եվ այսպես թուրքական գլխավոր թակարդն այս շաբաթ կամ թուրքական թակարդի գլխավոր պանիրն այս շաբաթ Հայաստանի դեմ։ Սկսենք Փաշինյանի եւ Ալիևի ընկալումներից, ապա կլինի ամենաբացահայտ եւ ուղիղ խոսքը թուրքական հեռուստաեթերից։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքի Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղին առաջարկել է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Սեպտեմբերի 22-ին Թբիլիսիում ելույթ ունենալով Մետաքսի ճանապարհ համաժողովում նա հայտարարեց, որ հենց այդ օրվանից պատրաստ է ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Իրականում հայերի պատմական հողերից դեպի հայերի պատմական հողեր եւ հակառակը։ Իգդիրից դեպի Քաշաթաղ եւ Քաշաթաղից դեպի Իգդիր։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է թուրքերին եւ ադրբեջանցիներին անցնել ոչ միայն Զանգեզուրի Միջանցք կոչվածով, որի անունը Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Թրամփի ուղի է, այլև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքով։ Հայտարարությունը Փաշինյանը կրկնեց նաեւ ազգային ժողովում Հայաստանի 26 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի
Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել, այսինքն եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում։ Փաշինյանը բացատրում է այսպես արձագանքում է Ալիևի որոշմանը, որն իբր առաջին քայլն է արել Հայաստանի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ, այն էլ ըստ Փաշինյանի պատմական քայլ։ Խոսքն Ալիևի այս հայտարարության մասին է։ Азербайджан снял все ограничения на транзит грузов в Армению, которые существовали с момента оккупации, и первым таким транзитным грузом явился груз казахстанского зерна в Армению. Думаю, что это также является хорошим показателем того, что мир между Азербайджаном и Арменией уже не только на бумаге, но и на практике. Ճիշտ Ալիևի բառերով նաև Փաշինյանն է ասում, թե Ալիևի հայտարարությունը կոնկրետ քայլ է Վաշինգտոնում նախաստորագրված թղթի ուղղությամբ։ Արցախում պատերազմից առաջ էլ Ալիևին Փաշինյանը կառուցողական էր կոչում։ Ինչու են հիմա Փաշինյանն ու Ալիևը խոսում նույն բառերով, երբ Փաշինյանի օրակարգի գլխավոր հարցն այսօր ընտրություններն են, այն էլ այսպիսի ձևակերպմամբ։ Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Խաղաղությանը թե կենսական շահերի պարտադրված զիջումներին, երբ Բաքվի օկուպանտը 7 երկ գիտի, 7-ն էլ Հայաստանի տարածքի մասին եւ հերթական անգամ գործածել է թուրքական միջանցքային եզրը։ Նախ ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ-ի ամբիոնից խիստ վրդովվում էր Փաշինյանը, բայց Ալիևի հետ մի քանի շփումներից հետո հիմա անգամ չի նկատում, թե ինչպես է Ալիևն ասում Զանգեզուրի միջանցք։ Огромный потенциал также представляет проект Зангезурского коридора. На территории Азербайджана все работы по автомобильному и железнодорожному сообщению будут завершены к середине следующего года. На территории других стран, надеемся, с такой же скоростью это будет все реализовано, и в этом случае открытие Зангезурского коридора может произойти к концу 2028 года. Փաշինյանի եւ Ալիևի այս հայտարարություններից թուրքական մեդիան հատուկ ուշադրության արժանացրեց մեկ դրվագ։ Ալիևը նշել է ժամկետ, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցք կոչվածը 2028 թվական, 3 տարուց։ Ավելի վաղ թուրքական կողմն էր ժամկետ նշում եւ ամեն ինչ հուշում է, որ process-ները զարգանում են ըստ թուրքական պլանի։ Կարծում եմ, որ մոտ 4 տարի հետո այս միջանցքը ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք։ Bir 4 sene sonra bu koridorun tamamını inşallah hayata geçirmiş oluruz diye düşünüyorum. Hani yaklaşık bir 4 yıl sonra hayata geçirebileceğimiz bir proje olduğunu söyleyebilirim. Կարող եմ ասել, որ մոտ 4 տարի անց կիրագործենք այս նախագիծը։ Փաշինյանը խոսեց նաև Թուրքիայի հետ սահմանը բացելու հույսի մասին, հերթական անգամ թուրքական կողմին ցույց տալով Հայաստանի խիստ շահագրգռվածությունը, իսկ թուրքերը թանկ են վաճառում այն, ինչը տեսնում են, որ մեկը շատ է ուզում։ Վարքյաններ առաջ ներկայացրեցին ղազախական Ցորենա Ալիևի խիստ բարի կամքով Ադրբեջանի տարածքով Հայաստան հասցնելու Փաշինյանի ընկալումները։ Հիմա այդ նույն ղազախական Ցորենը Հայաստան բերելու եւ թուրքական ընկալումների մասին։ Եվ պետք է հենց սկզբից ընդգծել, որ խոսք ու զրույցը հասնում է մինչև Հայաստան-Սփյուռք պառակտում եւ աղքատ հայերին մեկ շիշ կաթով, մեկ կտոր շոկոլադով եւ մեկ հացով խաբելու թուրքական պլանին։ Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ Հայաստանի մասին 3 տասնամյակ թուրքական մեդիայում խոսող անձը 2 օր առաջ թուրքական ընդդիմադիր համարվող հեռուստաալիքի եթերում շարունակում էր խոսել Հայաստանի եւ հայերի վերաբերյալ ընկալումների մասին, որոնք լավ կլինի տեսնել եւ իմանալ։
Örnek vereyim mi? Yıl 1997 Ermenistan'la ilgili bende bir röportaj yapıldı. Aynen şunu söyledim. Dedim ki Türkiye her sabah Ermenistan'da belli bir yaşa kadar olan çocukların aileleri neyse kapılarına dedim bir şişe süt, bir ekmek bıraksın. 1997 թվականին հարցազրույց եմ տվել Հայաստանի մասին եւ ճիշտ նույն բանն եմ ասել, որ Թուրքիան պետք է ամեն առավոտ Հայաստանում միջև որոշակի տարիքի երեխաների ընտանիքների դռան մոտ թողնի կաթի շիշ եւ հացի կտոր։ Գիտեք ինչպիսի վիրավորանքներ եմ լսել։ Անհավատալի վիրավորանքներ, բայց ինչ էի ես ասել։ Dedim ki ne olur Türkiye'nin hiçbir şeydir. Hatta bir de çikolata dedim, özür dilerim. Bir şişe süt, bir çikolata, bir ekmek dedi. Հա, կներեք, նաև ասել էի մի կտոր էլ շոկոլադ, մի շիշ կաթ, մի կտոր շոկոլադ եւ մի կտոր հաց թողեք այդ երեխաներին, այդ երեխաների ընտանիքների դռան առջև, որովհետեւ աղքատ են, որովհետեւ սփյուռքը կար, որը շահարկում էր իր լինելը, բայց չի օգնում։ Նապոլեոնն էր նման բան ասել դեռ, այս գործերին պետք է ռազմավարական մտածողությամբ մոտենալ։ Հայրին խաբել 1 շիշ կաթով, 1 կտոր շոկոլադով, 1 կտոր հացով։ Սա է թուրքական ընկալումը հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սա չենք մենք տեսնում այսօր։ Kazakistan sadece Ermenistan'ı değil. Կարևոր է նշել, որ Ղազախստանը միայն Հայաստան չէ, որ ցորեն է արտահանում, այն աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող երկրներից մեկն է։ Հիմա Փաշինյանը համառորեն դրսևորում է իր քաղաքականության ամենակարևոր քայլերից մեկը։ Ermeni diasporasına diyordu ki ya siz böyle farklı tezlerle geldiniz. Sürekli düşmanlıklar üzerine. Նա հայկական սփյուռքին ասում է. դուք ձեր տարբեր թեզերով այս անվերջ թշնամանքով ուղղորդեցիք եւ մենք աղքատացանք։ Այսպիսով ըստ էության մեր բարգավաճման համար մենք պետք է լավ հարաբերություններ հաստատենք տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ։ Ermenistan diasporasından da biraz kurtulmaya çalışıyor ve ekonomik anlamda Ermenistan fakir. Սա է Փաշինյանի փիլիսոփայությունը։ Այլ կերպ ասած, նա փորձում է մի քիչ ազատվել հայկական սփյուռքից եւ տնտեսապես Հայաստանը աղքատ է։ Այս առումով օրինակ Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումը այս ցորենի հարցը չափազանց կարեւոր է։ Թուրքերը փորձում են հայերին համոզել, եթե Հայաստանի եւ Սփյուռքի հայերը բաժանվեն, եթե Հայաստանն ազատվի Սփյուռքից, Հայաստանի հայերը կհարստանան, լավ կապրեն։ Բայց այս պնդման սուտ ու խաբեբայություն լինելը ապացուցում է մեկ փաստ։ Հայերին առաջարկում են իրար հետ թշնամանալ, կապ չունենալ, որ հարուստ լինեն, բայց իրենք թուրքերը, Թուրքիայի թուրքերը, թուրքերին միավորում են, թուրքական աշխարհ են ձևավորում ու նույն բացատրությամբ, որ հարստանան։ Ինչու է Թուրքիան ուզում, որ Հայաստանն ազատվի Սփյուռքից։ Երկու պատճառ առավելագույն համառոտ ձևակերպմամբ։ Առաջինը, Սփյուռքը, ավանդական Սփյուռքը ձևավորվել է Թուրքիայի գործած ցեղասպանության հետևանքով։ Այդ ցեղասպանության ապացույցն է թուրքերի ձեռքին եղած առնահետքն է, որ մարդասպանը չի ուզում ազատվել առնահետքից եւ ապացույցներից։ Երկրորդը, Սփյուռքը Հայաստանի ուժի, պաշտպանության, անվտանգության գործոններից մեկն է, կարող է լինել, հաշվի առնելով Սփյուռքի կարողությունները, որ մարդասպանը չի ուզում զոհին զրկել պաշտպանվելու հնարավորությունից։ Թուրքական այս քաղաքականության արտացոլումն է նաև այն, որ Փաշինյանի կառավարությունը հայտարարեց ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Սա գլխավոր սեպն է Հայաստանի եւ Սփյուռքի միջև, որը խրեց Թուրքիան Փաշինյանի կատարմամբ։ Հիմա թուրքական նախագիծ Ադրբեջան եւ այն մասին, թե ինչպես են Բաքվում ընկալում հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունները։ Հենց ամենասկզբից ընդգծենք, որ Բաքվի քարոզչա ալիքների հայտարարությունները պետք չէ հալած յուղի տեղ ընդունել։ Դրանք պետք է լսել, դրանց պետք է ծանոթ լինել, դրանց մասին պետք է իմանալ եւ անել համապատասխան հետևությունները։ Եվ այսպես, թեև Փաշինյանը աղաղակում է հոգևորի փնտրտուքի մասին, Բաքվում նրան չեն հավատում։ Կարծում են, որ եկեղեցու դեմ քայլերը նախընտրական տրամաբանությամբ են։ Əslində Ermənistanda baş verən proseslər biz gözlədiyimiz və yaxud da proqnozlaşdırdığımız ssenari ilə gedir. Իրականում Հայաստանում գործընթացները ընթանում են մեր սպասված կամ կանխատեսած սցենարով, որովհետև մեր քաղաքագետներն ու քաղաքական կուսակցությունները տարեսկզբին արդեն ասում էին, թե ինչպես կփոխվի մթնոլորտը Հայաստանում ընտրություններից առաջ։ Ակնհայտ էր, որ ընտրություններից առաջ ճնշումը մեծանում է։ Üç qüvvə, yəni Qarabağ klanı və
kifayət qədər güclü olan erməni kilsəsi. Կան 3 ուժեր՝ Ղարաբաղյան կլանը, եկեղեցին, որը բավականին հզոր է եւ պարզ է, որ կա ուժ, որին միշտ աջակցում է Ռուսաստանը։ Փաշինյանը ցանկանում է միաժամանակ պայքարել այս 3 ուժերի դեմ։ Հայ հասարակության մեջ մեծ ատելություն կա նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին։ Փաշինյանը փորձում է միավորել այդ ատելությունը եւ ուղղորդել, բայց որpիսի այս սցենարը հանկարծակի չընդունվի, առաջ է քաշվում մոլդովական ծրագիրը։ Մասադիyə Moldova planı bir qədər gündəmə gəlib։ Բաքվում կարծում են, որ Փաշինյանը քայլ առ քայլ ձևավորում է այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ ընդդիմությունը ներկայացվելու է որպես օտար պետությունները շահերը սպասարկող եւ այդ կերպ արգելելով որոշ քաղաքական ուժերի, իր համար վտանգավոր ուժերի անգամ մասնակցել ընտրություններին։ Առանձին դիտարկում են Շիրակի թեմի առաջնորդի եւ Գյումրիի քաղաքապետի կալանքները։ Գյումրinin hansı bölgəyə yaxın olmasını da heç unutmayaq։ Չմոռանանք, թե Գյումրին որ շրջանին է մոտ եւ որ Գյումրին ապագայում կարող է դառնալ վտանգի օջախ, եթե հաշվի առնենք, որ այնտեղ գտնվում է ռուսական ռազմաբազան եւ դա Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին եւ իրականում կար հնարավորություն, որ այն դառնա կենտրոն, լոգիստիկ կենտրոն։ Այսպիսի բովանդակությամբ քննարկումը ադրբեջանական իշխանական այս մեկ ալիքի եթերում ընթանում է 2 ժամ։ Գլխավոր հարցը՝ ինչու են սա անում։ Եվս մեկ հարց՝ Ադրբեջանում ներքին ինտրիգների մասին Հայաստանում ինչ գիտենք։ Փաշինյանական մեդիան քանի ժամ է քննարկում, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ներկայացնում հայ հեռուստադիտողին Բաքվի քաղաքական հետնախորշերը, որտեղ պետական դավաճանության Ալիևին սպանելու փորձի Բաքու-Մոսկվա հարաբերությունների կրակն է հիմա վառվում։ Իրական Թուրքիա նախագծի նախորդ թողարկմանն այս թեմային որոշ կարևոր մանրամասներով անդրադարձել ենք, հասանելի է Alpha News-ի բոլոր հարթակներում։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույցներ ամսվա վերջին թողարկմանը ներկայացնում ենք նախորդ շաբաթների հարցազրույցների կարևորագույն դրվագները։ Եվ այսպես Ջոն Այբներ, ամերիկացի պատմաբան, Լոնդոնի համալսարանից, քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ղեկավարը։ Սա այն կազմակերպությունն է, որը խոշորացույցի տակ է պահում Արցախն ու արցախահայության վերադարձի իրավունքը։ Ինչ են անելու հիմա, երբ Փաշինյանը հայտարարեց, թե արցախահայության վերադարձի հարցը վտանգավոր է խաղաղության գործընթացի համար։ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրում հայ ժողովրդին համոզելու համար, թե այս թուրքական աշխարհի ստեղծումը, թե Էրդողանի Թուրանի ծրագիրը վտանգավոր չէ Հայաստանի համար։ Հարցին թե այդպես է, պատասխանում է կախված է նրանից, թե ինչ ենք պատկերացնում Հայաստան ասելով։ Well, it depends upon what you think of as Armenia. It is very dangerous for the Armenian nation if it thinks in terms of itself being a ethnically Armenian, linguistically and culturally Armenian and Christian. Կախված է նրանից, թե ինչ եք պատկերացնում Հայաստան ասելով։ Թուրանը վտանգավոր է հայերի համար։ Եթե մտածում եք, որ Հայաստանը պետք է լինի էթնիկ հայերով, հայոց լեզվով, հայկական մշակույթով եւ քրիստոնյա հայերով երկիր, եթե բացառենք այս պայմանները, ապա իրականում ոչ մի տարբերություն չկա։ Հայերը կարող են կլանվել իսլամական, թուրքական աշխարհի կողմից։ Հաշվի առեք, որ Թուրքիայում անթիվ անհամար հայեր կան, որոնք գոյատևման համար ստիպված են եղել դառնալ մուսուլման։ Նրանցից ոմանք ի վերջո վերագտնում են իրենց հայկական արմատները։ Քրդերի շրջանում ասում են, որ յուրաքանչյուր քուրդ ունի հայ տատիկ։ Մենք գիտենք, որ սա անցյալի փաստ է։ Այսպիսով, նրանք, ովքեր խնդիր չունեն թուրքերի հետ զուլվելու, կլանվելու հետ, հրաժարվելով հայկական մշակույթի, պատմության, ավանդույթների եւ կրոնի էական մասերից, խնդիր չեն ունենա, եւ նրանք կարող են պահպանել իրենց հայկական ինքնությունը, որպես երկրորդ կարգի քաղաքացիներ, կարող են շատ հարուստ լինել։ With an integration, giving up essentials of Armenian culture, history, tradition, and religion, will find no problem integrating, and they may well be able to retain a kind of Armenian identity as second-class citizens, may be very rich. There were wealthy Armenians during the Ottoman times. So the fundamental question is, does the Armenian state Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հարուստ հայեր կային։ Հիմնարար հարցն այն է, թե արդյոք հայկական պետությունը գոյություն ունի հայ ազգի մշակութային, պատմական եւ կրոնական ժառանգության շահերը պաշտպանելու համար։ Եվ արդյոք հայկական պետությունը կպաշտպանի այս ամենը։ Սա իսկապես մեծ հարց է։ Ես լսել եմ Հայաստանի վարչապետի կողմից պետության դերի վերաիմաստավորումները։ Եվ թվում է, թե Հայաստանը հեռանում է վերա նշված դերից եւ մոտենում նրան, որ հայկական պետությունը գոյություն ունի պարզապես
հատկապես որոշ էլիտաների համար տնտեսական աճի եւ հարստության ստեղծման հնարավորություններ ապահովելու համար։ Opportunities for economic growth and wealth creation for certain elites. Ամերիկացի պատմաբանը կարծում է, Թուրքիայի նպատակը հարաբերությունների նորմալացումն է, բայց Էրդողանի տեսանկյունից Հայաստանի եւ հայերի համար իսլամական, թյուրքական իշխանությանը ենթարկվելն է նորմալ իրավիճակ եւ թուրքերը դրան են ուզում վերադառնալ։ The goal is normalization, but it's normalization according to the political tradition and culture of the Turks, not our concept of normal relations in between states. So from Erdogan's point of view, for Armenia and the Armenians to submit to the Islamic Turkic power, that's the normal state of affairs. That's what they want to return to. Նպատակը հարաբերությունների նորմալացումն է, բայց դա նորմալացում է համաձայն թուրքերի քաղաքական ավանդույթի եւ մշակույթի, այլ ոչ թե պետությունների միջև նորմալ հարաբերությունների հայեցակարգի։ Էրդողանի տեսանկյունից Հայաստանի եւ հայերի համար իսլամական, թյուրքական իշխանությանը ենթարկվելը նորմալ իրավիճակ է։ Ահա թե ինչի են նրանք ուզում վերադառնալ։ Այսպիսով նրանց տեսանկյունից եթե տեսնենք, ապա ասում են. այո, մենք ուզում ենք հարաբերությունների կարգավորում, որով հայերը ենթարկվում են Թուրքիային եւ Ադրբեջանին։ Էրդողանի նեոօսմանիզմը շատ ակնհայտ է, ոչ միայն Էրդողանի, Թուրքիայի նեոօսմանիզմը, որովհետև սա չի սկսվել Էրդողանից։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, կարծում է բոլորի համար շատ պարզ է, որ Հայաստանում դեռևս կա ժողովրդավարության շատ մեծ դեֆիցիտ։ Սա այն պատճառներից մեկն է, որ Փաշինյանը բանտարկել է երկու արքեպիսկոպոսներին եւ եկեղեցու հովանավորին։ Երկրորդ պատճառը իշխանությունը կորցնելու Փաշինյանի վախն է։ Sovereign territory, democracy, these are the factors that our prime minister is mentioning. Սուվերեն, ինքնիշխան տարածք, ժողովրդավարություն, սրանք եզրեր են, որոնք Փաշինյանն օգտագործում է համոզելու համար Հայաստանի ժողովրդին, որ այդ գործիքներով է անվտանգություն ապահովելու, ոչ թե բանակի։ Հաշվի առնելով, թե ինչ տեսանք վերջերս օրինակ Սիրիայի սուվերեն տարածքում, որը հիմա Թուրքիայի դե ֆակտո եւ անթակույց վերահսկողության տակ է, սուվերեն սահմանները եւ ժողովրդավարությունը կպաշտպանեն Հայաստանի անվտանգությունը, եթե Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ որոշի դիմել ագրեսիայի in case something happens. Well, sovereignty and democracy are just words, slogans, unless there is some kind of force and power to guarantee that they function. Սուվերենությունն ու ժողովրդավարությունը պարզապես խոսքեր են, եթե չկա որևէ ուժ, որը կապահովի դրանց ֆունկցիոնալությունը։ Այս պահին, երբ Հայաստանը այսպես կոչված դե ֆակտո խաղաղության մեջ է, Ադրբեջանը դեռևս օկուպացրել է հայկական սահմանամերձ տարածքների մի մասը, նշանակում է, որ այսօրվա դրությամբ չի հարգում Հայաստանի սուվերենությունը։ Of Armenia. As for democracy, I think that it's very clear to all that there remains a very big democracy deficit in Armenia itself. Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, կարծում եմ բոլորի համար շատ պարզ է, որ Հայաստանում դեռևս կա ժողովրդավարության շատ մեծ դեֆիցիտ։ Սա այն պատճառներից մեկն է, որ մեր կազմակերպությունը արշավ է անցկացնում երկու, իրականում 3 քաղբանտարկյալների։ Actually the archbishops and the patron of the church. There are Christian political prisoners today in Armenia. Not only in Baku. Երկու arczepiskoposների եւ եկեղեցու հովանավորի ազատ արձակման համար։ Այսօր ոչ միայն Բաքվում, այլև Հայաստանում կան քրիստոնյա քաղբանտարկյալներ։ Եթե ժողովրդավարության դեֆիցիտը չլիներ, քաղաքական հակառակորդներին բանտարկելու անհրաժեշտություն չէր լինի։ Արևմտյան ժողովրդավարություններում շատ տարածված է, որ ընդդիմությունը իշխանությանը կոչ է անում, պահանջում են, որ վարչապետը հեռանա, ուրիշ մեկը գա։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Եվ նույնը վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին։ Մեզ դուր չի գալիս այս նախագահը, նրան պետք է փոխարինի մեկ ուրիշը։ Հայաստանում պետության կողմից հայ առաքելական եկեղեցու դեմ վերջերս իրականացված հարձակումը կարևորագույն իրադարձություն է Հայաստանը արևմտյան Ադրբեջանի վերածելու ճանապարհին։ Միքայել arczepiskopos Աջապահյանի դատավճիռը, arczepiskopos Գալստանյանի եւ հայ առաքելական եկեղեցու հովանավոր Սամվել Կարապետյանի
Շարունակական բանտարկությունը, ինչպես նաև Հայաստանի վարչապետի պահանջը, որ եկեղեցին փոխի իր ղեկավարին, կաթողիկոսին, քաղաքականապես զիջող առաջնորդով միասին կազմում են այս կարևորագույն իրադարձությունը։ Այս բռնաճնշումները հաջորդում են ադրբեջանացման մեկ այլ սարսափելի գործողության՝ Լեռնային Ղարաբաղից հայ քրիստոնյաների էթնոկրոնական զտմանը։ Քրիստոնյա հայ ազգը խոչընդոտ է նեոօսմանյան աշխարհի եւ կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհի տնտեսական եւ քաղաքական ինտեգրման համար։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել եւ շարունակում է մնալ հայ ազգի գլխավոր ինստիտուցիոնալ հենասյունը։ Այն եղել եւ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քրիստոնյաների բարեկեցության ամենակարևոր պաշտպանը, ներառյալ նրանց վերադառնալու իրավունքի պաշտպանը։ Այսօր տեղի է ունենում ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ առաջին քրիստոնյա ազգի ադրբեջանացումը։ Եվ մենք շատ ենք ափսոսում այն փաստի համար, որ Հայաստանում այժմ կան այս քաղբանտարկյալները, հատկապես եկեղեցական։ Armenia, especially those from the church. Ֆրեդերիկ Անսել, ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, ուժի ուղիները գրքի հեղինակ, գիրքը հայերեն է թարգմանել Նյումեկ հրատարակչությունը։ Կարծում է, որ Հայաստանի ուժի աղբյուրը Մեղրին է, ընդ որում սրա մասին խոսում էր դեռ Արցախում պատերազմից առաջ։ Դեռ այն ժամանակ, երբ թուրքերն աչքներն այսպես բացահայտ չէին տնկել Մեղրիի վրա ու չէին աղաղակում Զանգեզուրի միջանցք աշխարհի 4 կողմում։ Alors, pour une raison géographique très simple, je vous l'ai dit, il faut toujours revenir à la géographie en géopolitique. Le corridor de Maigri ou Zangezur constitue... Ես միշտ եմ ասել, որ ամեն ինչ հասկանալու համար պետք է նախ եւ առաջ դիտարկել աշխարհագրությունը։ Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այդ տարածքը Հայաստանի ուժի աղբյուրն է։ Այն ապահովում է ցամաքային ուղիղ կապն Իրանի եւ Ռուսաստանի միջև եւ այդ երկու երկրներն ու Հայաստանը չափազանց կարեւորում են այդ ճանապարհը։ Մեղրին Հայաստանի աշխարհագրական հաղթաթուղթն է։ Ես լավատես եմ այս առումով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն համարձակվի բարկացնել Իրանին, հարվածի տակ չեն դնի Իրանի հետ հարաբերությունները։ Իրանը չի ցանկանում, որ իր հյուսիսային սահմանին առավել ընդգծված դառնան թուրքական ներկայությունն ու ազդեցությունը։ Իրանը երբեք չի համաձայնի այդ միջանցքին։ Աշխարհաքաղաքական դատողությունը հուշում է, որ Իրանը թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի եւ ուժով վերցնի Մեղրիի միջանցքը, բայց դեպքերից առաջ ընկնել պետք չէ, երբեք չենք կարող իմանալ ինչ կլինի։ Հայաստանը պետք է փորձի առավել սերտ աշխատել Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, թեև անգամ սա ցավոք լիարժեք երաշխիք չի լինի։ Ոչ մի դաշնակից երկիր անվտանգության լիարժեք ու ամբողջական երաշխավոր չէ։ Ce n'est pas une garantie absolue. Malheureusement, aucune alliance n'est une garantie absolue. Փաշինյանական օրակարգից այն կողմ Արցախի հարցը փակված է մեծ ուժերի համար եւ աշխարհաքաղաքականության տեսանկյունից, թե հայերը դեռ բեկման իրատեսական հնարավորություն ունեն։ Alors, je pense que ce qui s'est produit en 2020 et en 2023, c'est une bataille perdue, bien évidemment. Կարծում եմ, որ այն ինչ տեղի ունեցավ 2020-ին եւ 2023-ին կորսված ճակատամարտ էր, վայրակ կերպով կորսված ճակատամարտ, բայց միայն ճակատամարտ, ոչ ամբողջ պատերազմը։ Շարլ դե Գոլն էր ասում. Ֆրանսիան պարտվեց ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Հայաստանը կարող է, թեկուզ տասնամյակներ հետո, վերականգնել իր լեգիտիմ իրավունքները։ Դրա համար պետք են աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ։ Պարտադիր է նաեւ Հայաստանում խրախուսել ծնելիության աճը։ Հայաստանի դեմոգրաֆիական ցուցանիշները կատաստրոֆիկ վիճակում են։ Նույն վիճակում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմոգրաֆիան։ Այնինչ ծնելիությունը ուժի ամենակարևոր գործոններից մեկն է։ Պետք է արժևորել նաև գիտելիքը, որովհետև ուժի բանալին գիտելիքն է։ Հայաստանը ունի նավթ եւ բնական այլ ռեսուրսների հսկայական պաշարներ, բայց Հայաստանում կան ուղեղներ։ Գիտելիքը որպես ուժի ուղի նշելով կարող եմ օրինակ բերել Իսրայելի, Սինգապուրի, Շվեդիայի փորձը։ Այս երկրների ընդերքը նույնպես աղքատ է, ծնելիության ցուցանիշները նույնպես ցածր են, բայց այս երկրներում ամեն ինչ որոշել են բարձր տեխնոլոգիաները։ Սա ուժի համար անհրաժեշտ ֆինանսական կողմն ապահովող գործոն է։ Մյուս գործոնը, որն անհրաժեշտ է բեկման համար, համառությունն է։ Պետք է կարողանաս տարիներ անց պաշտպանել քո իրավունքները։ Տարիներ անց պիտի ունենաս քո իրավունքները պաշտպանելու հաստատակամություն։ Եթե այդ համառությունն ու հաստատակամությունը չլինի, ամեն ինչ հուշ կդառնա ու կմոռացվի։ Qu'en restant unis, qu'en restant déterminés, qu'en se souvenant bien évidemment du passé, eh bien on pourra effacer des défaites pour aller vers de véritables victoires. Ջամալ Վակիմ, պատմաբան Լիբանանից, հարցազրույցը սկսեցինք ընդհանրապես խաղաղությունից Միջին Արևելքում, մեջբերելով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Թոմ Բարաքի հայտարարությունը, որ խաղաղությունը պատրանք է, չի եղել եւ չի լինի։ Արաբ պատմաբանը դրա պատճառը նշեց ամերիկյան միջամտությունը տարածաշրջանի գործերին ու սահուն անցավ Հայաստանի օրինակին։ Միացյալ Նահանգները տարբեր ձևերով եւ միջոցներով պատերազմներ է մղում Չինաստանը պաշարելու համար։ Խնդիրն այն է, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդներին չեն տալիս ընտրության հնարավորություն ամերիկացիների կողմից լինել, թե ամերիկացիների դեմ սեփական շահերից ելնելով։ The problem is that
they are not giving the people of the region the choice to choose whether to side with the Americans or, let's say, against them according to their own interests. So there is no democracy in this sense. Այս իմաստով ժողովրդավարություն չկա։ Ցանկացած երկրում, որը նրանց դեմ է, փորձում են մանիպուլյացիաներ անել, այնպես ինչպես արեցին Սիրիայի հետ, երբ գրեթե 14 տարի տարբեր միջոցներով պատերազմ մղեցին Ասադի ռեժիմը տապալելու համար։ Եվ հիմա տեսնում ենք իսլամիստների կոալիցիա, որը կոտորում է սիրիացի ժողովրդի տարբեր հատվածներ կամ խմբեր։ Միաժամանակ տեսնում ենք, որ օրինակ Հայաստանում, եթե թույլ կտակ արտահայտել իմ կարծիքը այս առումով, դա կարող է շատերին դուր չգալ, նրանք աջակցեցին գունավոր հեղափոխությանը։ Segments or groups of the Syrian people. At the same time, we see that, for example, in Armenia, and if I may express my opinion in this regard, it might not please many, they, let's say, supported a colored revolution that brought into power Nikol Pashinyan, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, որն արդեն գրեթե 6 կամ 7 տարի պաշտոնավարում է։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանը, որը իշխանության եկել էր ժողովրդավարության եւ լիբերալիզմի կարգախոսներով, հիմա փորձում է մանիպուլյացիաներ անել ընդդիմության դեմ։ Փորձում է հասնել նրան, որ հայկական եկեղեցին, Ռուսաստանը եւ Իրանը, որոնց վրա հայերը հույս են դրել գրեթե 1 դար, հեռանան այն գործընթացներից, որոնց համար պատասխանատու են եղել Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Reliable or on whom Armenia relied for nearly a century or more, such as Russia and Iran, in order to mend fences with Turkey, which still, let's say, denies its responsibility for the massacre of millions of Armenians. Այն Թուրքիայի հետ, որը դեռ շղթում է իր պատասխանատվությունը միլիոնավոր հայերի, ինչպես նաև այլ ժողովուրդների կոտորածի համար, զրկելով նրանց հողերից։ Մենք գիտենք, այն ինչ հայերը համարում են իրենց հայրենիքը, նրանցից խլվել է։ What the Armenians consider as their homeland have been taken away from them, the way the Zionists did, for example. So now we see Pashinyan getting along. Նույնը սիոնիստներն են արել։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանը լեզու գտնում արևմուտքում գտնվող 80 միլիոն թուրքերի եւ արևելքում 10 միլիոն այլ թուրքերի հետ։ Sacrificing Artsakh, for example, while Armenia, present time Armenia counts around 3 million people who will be engulfed by the 90 million added to the ones in order to serve as what? As a bridgehead for a corridor. Մինչդեռ ներկա Հայաստանը 3 միլիոն բնակչությամբ կկլանվի այդ 90 միլիոն թուրքերի կողմից, ծառայելու որպես ինչ, որպես կամուրջ Թուրքիայից եկող միջանցքի համար։ To get to Turkmenistan, another Turkish country on the eastern shores of the Caspian Sea. Հայկական տարածքները կարող են ծառայել որպես դարպաս Միացյալ Նահանգների համար Թուրքմենստան հասնելու համար։ Կասպից ծովի արևելյան ափին գտնվող մեկ այլ թուրքական երկիր, որը Միացյալ Նահանգների համար ընկալվում է որպես այդ տարածաշրջանում կայունությունը խաթարելու եւ Ռուսաստանին ու Չինաստանին շանտաժի ենթարկելու միջոց։ What would happen in few years of the 3 million Armenians in a sea of Turks? Ուզում եմ հայկական տեսանկյունից դիտարկել, թե ինչ կպատահի մի քանի տարի անց 3 միլիոն հայերի հետ Բոսֆորից մինչև Կասպից ծովի արևելյան ափերը ձգվող թուրքական ծովի մեջ։ This didn't cross the mind of someone like Pashinyan, who is putting the whole existence of the Armenian people into question. Լավ,
Փաշինյանի նման մեկի մտքով սա չի անցել։ Նա չի մտածում սրա մասին, կասկածի տակ դնելով հայ ժողովրդի ամբողջ գոյությունը։ Այստեղ պետք է նշեմ, որ կրոնական մակարդակում քրիստոնեության առումով Ռուսաստանը, այսպես ասած Հայաստանի կրոնական խորությունն էր, իսկ էթնիկ մակարդակում մենք շատ լավ գիտենք, որ հայ ժողովրդի եւ Իրանի ժողովրդի արմատները նույնն են։ Այսպես են գործերը արվում մեր տարածաշրջանում ժողովրդի հաշվին։ Մի քանի մարդկանց շահերի համար, ովքեր ծառայում են որպես Միացյալ Նահանգների գործակալներ տարածաշրջանում։ For the interests of a few people who are serving as agents of the United States in the region. So I don't know if I Չգիտեմ, գուցե երկար պատասխանել, բայց հուսով եմ ձեզ մեծ խնդիրների առջև չի կանգնեցնի։ Into much trouble in this sense. Like you left me speechless. Զարմացած եմ, թե որքան մանրամասն գիտեք նաև Հայաստանին առնչվող դետալները։ Կարծում էի ավելի շատ խոսելու ենք ընդհանուր Միջին Արևելքից եւ Թուրքիայի դերից, բայց հիմա արդեն թույլ տվեք հարցնել։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե խաղաղություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քանի որ Վաշինգտոնում նախ ստորագրել են խաղաղության համաձայնագիր կոչվածը։ Հավատում եք այս խաղաղությանը։ Do you believe in this peace? No, because this is peace not built on, this is not balanced peace. It came at the expense of the Armenian people. Ոչ, որովհետև սա խաղաղություն է, որը չի կառուցվել հավասարակշռության վրա։ Սա հավասարակշռված խաղաղություն չէ։ Այն ձեռք է բերվել հայ ժողովրդի հաշվին։ Ես լավ գիտեմ հայոց պատմությունը, չնայած ինքս հայ չեմ, բայց Արցախը եղել է Հայաստանի անվտանգության միջուկը գրեթե 2000 տարի։ For nearly 2000 years. So for someone like Pashinyan, it was only a piece of land that would be sacrificed for the interests of a certain elite that is ruling now Armenia. Փաշինյանի նման մեկի համար Արցախը ընդամենը մի կտոր հող էր, որը զոհաբերվելու էր որոշակի էլիտայի շահերի համար, որը կառավարում է Հայաստանը ժողովրդի մեծամասնության կամքին հակառակ։ Armenian people that served to preserve its national identity for nearly 2000 years for these, let's say, circumstantial interests. Միաժամանակ նա մանիպուլացնում է հայ ժողովրդի պատմական ինստիտուտները, որոնք ծառայում են ազգային ինքնությունը պահպանելու գրեթե 2000 տարի, այս ասենք հանգամանքային շահերի համար։ Ես եկեղեցի չեմ գնում, քրիստոնեություն չեմ դավանում, բայց գիտեմ եկեղեցու կարևորությունը որպես ինստիտուտ հատկապես հայ ժողովրդի համար, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ When he tries to manipulate the church, this is also touching to the core basis of the Armenian national identity. Ուստի երբ Փաշինյանը փորձում է ճնշել եկեղեցին, դա հարված է հայ ազգային ինքնության հիմքին, ծառայում է Փաշինյանի օրակարգին, կարճաժամկետ օրակարգին, բայց եկեք ավելի լայն նայենք։ Լավ, ինչ կպատահի, երբ սահմանները բացվեն եւ շատ հանկարծ սկսվի, այսպես ասենք, աշխատանքային միգրանտների ալիք Ադրբեջանից կամ Թուրքիայից դեպի Հայաստանի տարածք եւ հակառակը։ What would happen when borders get open and all of a sudden we have a wave of, let's say, migration of workers from Azerbaijan or from Turkey into Armenian territory and vice versa. So the Armenians who might migrate into Azerbaijan or Turkey would be absorbed, assimilated into a wider. Հայերը կարող են գաղթել Ադրբեջան կամ Թուրքիա, որտեղ կկլանվեն, կձուլվեն ավելի լայն եւ բազմամարդ ժողովրդի հետ, մինչդեռ նրանք, ովքեր կտեղափոխվեն Հայաստան, նոսրացող բնակչության մեջ կստեղծեն էթնիկ հզոր համայնքներ։ And eventually they might try to claim more rights. So how would Mr. Pashinyan, if he remains in power, and it seems that he's working on that.
կպահանջեն ավելի շատ իրավունքներ։ Հետևաբար ինչպես Փաշինյանը, եթե մնա իշխանության եւ կարծես նա աշխատում է այդ ուղղությամբ, կհաղթահարի այս մարտահրավերը։ Հատկապես եթե նկատի ունենք պարոն Ռեջեփ Թայիպ Էրդողանի ազգայնական կրոնական օրակարգը եւ Իլհամ Ալիևի ցեղային մտածելակերպը, ապա դուք գործ ունեք ոչ թե ուտոպիստական մարդկանց, աշխարհիկ մարդկանց հետ, որոնք առաջնորդվում են ինտերնացիոնալիզմի օրակարգով, այլ մարդկանց հետ, որոնք առաջնորդվում են ազգայնական եւ կրոնական, այսպես ասենք, օրակարգով։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի եւ Էրդողանի հետ։ Կարգավորման գործընթաց ունենք եւ Փաշինյանը համոզում է հայ ժողովրդին, թե Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ են լինելու։ Որն է խնդիրը։ Okay, did Recep Tayyip Erdogan admit the responsibility of Turkey in the Armenian genocide? No. This is to start. Լավ, Էրդողանն ընդունել է Թուրքիայի պատասխանատվությունը հայոց ցեղասպանության համար։ Խաղաղության հաստատումը պարզապես Միացյալ Նահանգների կողմից աջակցվող թուրքական ծրագրին ենթարկվելն է։ Նույնն է, ինչ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասն է անում, երբ հույսը դնում է Իսրայելի բարի կամքի վրա, մինչդեռ իսրայելցիները առաջնորդվում են նույն ազգային կրոնական մղումներով, ինչ Էրդողանը, բայց տարբեր ձևերով։ Չեք կարող խաղաղություն հաստատել ազգայնական կրոնական օրակարգ ունեցող մեկի հետ։ Եթե Թուրքիան իսկապես փորձեր խաղաղություն հաստատել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, չէր աջակցի Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի դեմ եւ Արցախի գրավմանը։ The international law, international norms, he would have not supported Azeri aggression against Armenia and the takeover of Artsakh, որը հիմա զրկվել է իր բնակչությունից։ Արցախի հայերն արդեն լքել են իրենց հողերը, քանի որ այնտեղ անվտանգ չէին, եւ այժմ այդ միջանցքի ստեղծման եւ Հայաստան-ադրբեջանական բնակչության տեղափոխման վերաբերյալ խոսակցություններ կան։ Սա է անում Նիկոլ Փաշինյանը։ Իմ այս բոլոր հայտարարություններով չեմ կարծում, թե որևէ հնարավորություն կունենամ այցելել Հայաստան, մինչեւ նոր իշխանության հաստատումը, բայց պետք է նաեւ ավելացնեմ, որ Փաշինյանը հակասություններ է ունեցել հանրության բոլոր հատվածների հետ, բացառությամբ նրանց, ովքեր աջակցում են իրեն, եւ նրան իշխանության են բերել ամերիկացիները։ He was installed in power by the Americans the way they did with our own Prime Minister Nawaf Salam. Ինչպես Լիբանանում վարչապետ բերեցին Նավաֆ Սալամին, որը հիմա չի արձագանքում Իսրայելի ագրեսիային, այլ փորձում է մեղադրել դիմադրությանը։ Այնպես որ տպավորություն ունեմ, թե Փաշինյանը եւ Սալամը մարզվել են Միացյալ Նահանգների նույն հաստատությունում։ Those that we are receiving, okay? So imagine that. So it's the same. By the way, it seems that they are trained in the same establishment in the United States. Որը մարդկանց մարզում է դառնալ իրենց երկրների ղեկավարներ Միացյալ Նահանգների եւ այս իմպերիալիստական օրակարգն առաջ տանելու նպատակով։ And this imperialist agenda worldwide. Արաբ պատմաբանին խնդրել ենք բացատրել, թե ինչ է Թուրանը, որը ըստ Փաշինյանի վտանգավոր չէ Հայաստանի համար, բացատրեց ու վերջում հավելեց. 100 տարի առաջ Թուրանի գաղափարի ներքո հայ ժողովուրդը ցեղասպանվեց։ Պարոն Նիկոլ Փաշինյանը, եթե չգիտի պատմությունը, ապա ժամանակն է, որ սկսի սովորել այն, այլապես հայ ժողովրդին կտանի դեպի նոր աղետ։ Հուսով է, այդպես չի լինի, բայց այն, ինչ Փաշինյանն անում է, այդ աղետի սկիզբն է։ Nikol Pashinyan is also trying to change the mindset of the Armenian people. Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել նաև հայ ժողովրդի մտածողությունը Թուրանի վերաբերյալ, եւ սա այն պարագայում, երբ արդեն 2 շաբաթ առավել ինտենսիվ թուրքական եւ ադրբեջանական մեդիան աղաղակում է անգամ Թուրանի բանակը ստեղծելու մասին։ Նկատի ունեմ, որ սա պարզապես պատմական տերմին չէ, Թուրանը ներկա վտանգ է, բայց Փաշինյանը փորձում է համոզել հայ ժողովրդին, թե Թուրանը ռիսկ չէ, ասում է, ուզում են անցնել Հայաստանի տարածքով, թող անցնեն, մեր ուզածնել է դա։ Հետևաբար, ձեզ խնդրելու եմ բացատրել, թե ինչ է Թուրանը։ It's not a danger for Armenia, it's an opportunity to Armenia. If they want to cross the Armenian territory, to go there, to go here, we want the same, he told. So, what is Turan? Well, Turan, it's, or Pan-Turanism. Well, during the Ottoman Empire was a multi-religious, multinational, let's say, state. Թուրանը կամ պանթուրանիզմը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում
Օսմանյան կայսրությունը բազմակրոն, բազմազգ պետություն էր։ Իհարկե սուլթանը սուննի մուսուլման էր, բայց բոլոր մարդիկ ապրում էին որոշակի կանոնների եւ հիմքերի համաձայն։ And for example, the Armenians at one point were the favored, let's say, people inside the Ottoman Empire. But starting from the second half of the 19th century, with the decline of the Ottoman Empire on one hand, and the rise of nationalism within the circles of the Turkish, let's say, elites. Եվ օրինակայերը մի ժամանակ Օսմանյան կայսրության ներսում, այսպես ասենք, համակրելի ժողովուրդ էին։ Բայց 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած մի կողմից Օսմանյան կայսրության անկման, մյուս կողմից թուրքական էլիտայում ազգայնականության աճի հետ ամեն ինչ փոխվեց։ Սա նաև ֆրանսիական, բրիտանական, գերմանական ազգայնականության դարաշրջան էր։ Ուստի նրանք պատկերացնում էին, որ իրենք որոշակի թուրքական կամ թուրանական ժողովրդի ժառանգներ են։ And that they are great people who established empires and ruled the world, and that their destiny is to rule the world. Որ մեծ ժողովուրդ են, կայսրություն են ստեղծել եւ կառավարել են աշխարհը, որ նրանց ճակատագիրն է կառավարել աշխարհը։ Սա խառնվեց 19-րդ դարի երկրորդ կեսին ձևավորվող սոցիալական դարվինիզմի հետ, արտացոլվեց հանրային քաղաքականության մեջ, որովհետեւ թուրքերը սկսեցին մարդկանց եւ ազգերին դիտարկել որպես ռասաներ, զարգացման տարբեր մակարդակներում։ Թուրքերը կամ այս թուրքական էլիտաները, որոնք թուրքական ազգայնականության կրող էին, թուրքերին դիտարկում էին որպես մարդ, մյուսներից առավել, եւ կարծում էին, որ պետք է միավորվեն մեկ պետության մեջ։ Նրանց հաշվարկներում միավորվելու էին Թուրքիայի ներկա տարածքի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի 5-6 պետությունները։ Degrees of development. So the Turks or these Turkish elites who called for Turkish nationalism thought of themselves as superior people and that they should unite in one state, including the Turks of Turkey, present time Turkey, Azerbaijan, and the 5 or 6 Central Asian states. Okay? This was adopted as a policy mainly by Turgut Özal. Սա որպես պետական քաղաքականություն սկսեց դիտարկվել Թուրգուտ Օզալի կողմից։ Այնուհետև եկավ Էրդողանը, որն ազգայնական ու կրոնական ինքնության քարոզիչ է։ Արաբական աշխարհին օրինակ նա ներկայանում է որպես իսլամիստ։ Կենտրոնական Ասիայում դեր ունենալու համար էլ ներկայանում է որպես թուրքական ինքնության կրող։ Սա է թուրանիզմը։ As an Islamist, and in order to play a role in Central Asia, 100 տարի առաջ այս գաղափարների ներքո հայ ժողովուրդը ցեղասպանվեց։ Պարոն Նիկոլ Փաշինյանի համար, եթե նա չգիտի պատմությունը, ապա ժամանակն է, որ սկսի սովորել այն։ 100 years ago, it was under this banner that the Armenian people were butchered. So for Mr. Nikol Pashinyan, if he doesn't know history, it's about time to start learning it. Otherwise, he will be driving the Armenian people into a new disaster. Hopefully not. But այլապես նա հայ ժողովրդին կտանի դեպի նոր աղետ։ Հուսով եմ այդպես չի լինի, բայց այն ինչ նա անում է, այդ աղետի սկիզբն է։ The beginning. Բոլոր 3 հարցազրույցներն ամբողջությամբ կարող եք գտնել Alpha News-ի լրատվական հարթակներում։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը։ Շնորհակալություն ուշադրության համար։